Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Պետք է ուժեղ ղեկավար, ուժեղ, բայց մեր այսօրվա ընկերների պատկերացրած ուժեղը չէ։ Ուժեղը գոռացողը չի։ Ուժեղը աղմկողը չի։ Մարդկանց վրա վիրավորողը չի ուժեղը։ Ուժեղը այն մարդն է, ում իշխանության ժամանակ ոչ մեկ չի համարձակվում ոդ դնել քո երկիր։ Մեր էպոսի մեջ մաս կա, ասում է առյուծ մերը, զարմով դյութազուն 40 տարի իշխում էր Սասուն, իշխում էր ահեղ եւ նրա օրոք հավքն էլ չէր անցնում սասմասարերով։ Այսինքն հավքը չի անցել, դա նշանակում է, որ ուժեղ ղեկավարի պարագայում խաղաղությունը երաշխավորված է, ղեկավարն է խաղաղության երաշխավորը։ Թույլ ղեկավարը բերում է մեզ պատերազմներ, որը մենք տեսել ենք 3 պատերազմ 7 տարում։ Մեր ղեկավարը երկրի դրսում խելոք է, ինչ ասում են իր հիմնական կրեդոն, ասեք անենքն է դրսից։ Ով դրսից ինչ ասում է, ասեք անենք, անում է գալիս։ Ու մի քիչ պարզեցնում եմ, բայց մեծ առումով դա է։ Իսկ ներսում ուժեղ ձևացնում է թե ուժեղ է եւ բանտարկում է իր ընդդիմախոսներին։ Իսկական ղեկավարը դա նա է, ով դրսում ուժեղ է, դրսում քեզ պաշտպանում է, ինչ ասում են, հակառակն է ասում եւ բերում է դրան, որ համաձայնվեն իրար հետ առանց կոնֆլիկտի։ Իսկ ներսում մեծահոգի է իր ընդդիմության հետ։ Այդպիսի ղեկավար է մեզ պետք, որ ներսում լինի քահանա, դրսում գիտեք ինչ։ Շատ կարևոր է, որ նաև մեր երկրում մենք կարողանանք հաղթահարենք մի խնդիր, որը բոլորս տեսնում ենք ամենօրյա մեր կյանքի շփումների մեջ։ Դա մասնատումն է։ Հայացքների մասնատումը։ Մենք բոլոր գյուղերը, որ գնացել ենք, բոլոր քաղաքները, մարդիկ մասնատված են, ասում են, սա իշխանական է, այս մարդը ընդդիմադիր է, այս մարդը ոչ մեկի չի ուզում շփվի ընդհանրապես։ Սա մասնատում է։ Ինչպես կարող է 3 միլիոն ազգը մասնատվի այսքան մասերի ու կարողանա հաղթանակ ունենա ամենափոքր ժողովուրդը տարածաշրջանի։ Եթե մենք փոքր լինելով մասնատվում ենք, ինչպես ենք հաղթելու։ Մեզ պետք է համախմբող, մեզ պետք է մեծահոգի համախմբող։ Շատ կարևոր բան է, մեծահոգի մարդ, ով իր ընդդիմախոսների հանդեպ կլինի ներողամիտ։ Կարևոր բան եմ ուզում բոլորիս ասեմ։ Մեր երկրի բոլոր ղեկավարները, որոնց նախորդ են կոչում, նախկին են կոչում, եւ այս ղեկավարը մի ընդհանուր խնդիր ունեն։ Հասարակությունում կա մաս, որ չի ընդունում մի նախագահին, երկրորդ նախագահին, երրորդ նախագահին եւ ընդունում է մյուսին։ Կա մաս, որ չի ընդունում այսօրվա ղեկավարին, ընդունում է նախագահներից մեկին։ Մեր հասարակությունը բաժանված է։ Ամեն հասարակության հատված ունի իր համար հետաքրքիր, իմ համար համակրելի քաղաքական գործիչ, բայց բոլորով իրար հետ ոչ մեկի հետ համաձայն չեն, որովհետև ոչ մեկի մեջ չեն տեսնում իրենց համախմբող ուժը։ Որպեսզի մեր երկիրը համախմբվի, որպեսզի մեր ազգը համախմբվի, մեզ պետք է Հայաստան ունենա նոր ղեկավար։ Ամենայն հարգանքով Հայաստանի բոլոր նախագահների հանդեպ։ Իրենք արել են աշխատանք, մենք ամենայն հարգանքով ենք վերաբերում, բայց ապագա Հայաստանում իրենց ժամանակը էլ չէ։ Նոր առաջնորդների ժամանակն է։ Գիտեմ, շատերին դուր կգա, շատերին դուր չի գա, բայց մենք չենք կարող համախմբել մեր ժողովրդին, ունենալով այն քաղաքական ազգանունները ապագայում երկիրը ղեկավարի այսօր եղած, մինչև այսօր եղած երկրի 4 առաջնորդներից մեկը յուրաքանչյուրը եթե ղեկավարի,
մենք չենք կարող ունենալ միասնական հասարակություն, որովհետև հասարակության մի մասը դեմ է մեկին, մյուս մասը մյուսին։ Մեզ պետք է նոր առաջնորդ, ով չունի հասարակության մոտ բացասական վերաբերմունք, եւ ով ներողամիտ կլինի անգամ այսօրվա իշխանության շատ ներկայացուցիչների հանդեպ, որպեսզի փոխենք այս ատելության անիվը։ Գիտեմ հիմա այս ասելուց հետո ել եմ կրկնում, շատերի մոտ մեր ընդդիմադիր դաշտում հակադրություններ կլինեն, բայց մենք տեսնում ենք այդ ճանապարհը եւ այդ ճանապարհն է միակ ճիշտ ճանապարհը, նոր առաջնորդ Հայաստանի համար։ Շնորհակալ եմ շատ։ Իմ խոսքի սկզբում ես ասում էի, որ եկեք փակենք մեր աչքերը եւ երազենք։ Հիմա ուզում եմ խնդրենք, որ բաց պահենք մեր աչքերը, աշխատենք գյուղերում, քաղաքներում, պատմենք մարդկանց իրականությունը, միավորենք մարդկանց, այս տարի պետք է աշխատենք մենք, որպեսզի հասնենք այն նպատակին, որի մասին խոսացել ենք, որը բոլորս ենք վստահ եմ ուզում։